Ապարանի փողոցներում, մայթերին, զբոսանքի վայրերում, բակերում որևէ տեղ չպետք է աղբ թափվի, եթե այնուամենայնիվ աղբը կա, աղբահանության ու քաղաքի մաքրության պատասխանատուները պետք է վայրկյանների ընթացքում արձագանքեն խիստ, բացառապես աղբահանության օրակարգով, քաղաքապետ Կարեն Եղիազարյանը հատուկ խորհրդակցություններ հրավիրել, պատասխանատուներից պահանջում է բոլորովին նոր որակ։ Հլտենամուս էր այդ գլուխ կա 5 րոպե դյուղը չլինի։ Նորից եմ ասում, մի հատ շոֆեր գործի չելավ իր ժամերի մեջ փողը ձետնից բերելուց վերականգնես։ Հիմա, երբ քաղաքի ճանապարհները ավելի բարեկարգ են, ամենափոքր աղբն էլ երևում է։ Քաղաք զբոսաշրջիկների հոսքը բավականին մեծ է, աղբահանության ժամային գրաֆիկը այլևս չի համապատասխանում իրողություններին, արձանագրում է քաղաքապետը։ Բացի դա, ամեն օր քաղաքում շրջող Եղիազարյանը նկատել է հաճախ աղբարկղերը կեղտոտ են, լիքը, սա անթույլատրելի է ասած, առաջարկներ կան։ Մեր աղբամանները արդեն քչություն անում չափի չափ։ Հիմա կարիք կա ապարանում մոտ 60-ից 70 աղբաման ավելացնելու։ Առաջարկը աղբամանների թիվը մեծացնելն է, որին սակայն Եղիազարյանը կտրուկ դեմ է։ Աղբամանները բավարար բաշխվածությամբ են, խնդիրը աղբամանները դատարկելու գրաֆիկի մեջ է, ծառայություններին տրված ռեսուրսը առանց այն էլ մեծ է, պետք է պարզապես դա ճիշտ կիրառել, արձանագրեց քաղաքապետը։ Պատճառը ունենք աղբամանը, բայց ունենք աղբի ավտո, ունենք դիզել, ունենք աշխատող։ Ավելի լուծումը տանք այս տարբերակով, Էսի նրա համար, որ պետք է քաղաքը մաքուր լինի, ռեժիմով էլ իրանք էսի աշխատեն։ Այսուհետ յուրաքանչյուր երկուշաբթի ավելի մեծ կազմով գալ խորհրդակցության, ներկայացնելով հստակ հաշվետվություններ, հանձնարարեց քաղաքապետն ու ամփոփեց նիստը։ Րոպեներ անց ուրախ լուրով քաղաքապետարան եկան ակտիվ երիտասարդներ, ասացին $2000 են շահել, աղբի տեսակավորման ծրագիր են անում 3 բնակավայրում։ Եղիազարյանը խոստացավ, որ համայնքապետարանը կաջակցի երիտասարդներին։